Ողջույն հարգելի քաղաքացիներ։ Զրույց իրավապաշտպանի հետ հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ մեր այսօրվա թեման է ազատ խոսք։ Խոսքի ազատությունը քաղաքացիների համար առաջնային եւ շատ կարեւոր իրավունք է, որը խոսում է տվյալ հասարակության ընդհանրապես ազատությունների եւ երկրի ու պետության ժողովրդավարության մասին։ Սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջերս պետական տարբեր մարմինների կողմից լռեցման փորձեր է արվում, ինչպես կներկայացնենք թողարկման ընթացքում։ Վերջերս թիրախավորում են տարբեր հասարակական կազմակերպությունների, տարբեր հասարակական ակտիվիստների, տարբեր բնապահպանների, իրավապաշտպանների եւ փորձում են դատական ճնշում կիրառելով լռեցնել ամբողջ հասարակությանը։ Ինչ է տեղի ունենում։ Ուրեմն, եթե ինչ-որ մեկը հասարակական ակտիվիստ, հասարակական գործիչ կամ քաղաքացի բարձրաձայնում է ինչ-որ խնդիր, քննադատում է կամ արտահայտում է իր կարծիքը, թեկուզ եւ կոշտ քննադատությամբ է հանդես գալիս կամ խոսում է անարդարությունների մասին, ինչ է տեղի ունենում։ Տվյալ անհատին թիրախավորում են եւ դատական հայց են ներկայացնում, իբրև տվյալ անհատը զրպարտություն է ներկայացրել, զրպարտել է կամ վիրավորել է ինչ-որ պետական գործիչի, ինչ-որ պետական պաշտոնյայի կամ ինչ-որ պետական աշխատակցի։ Արդյունքում տվյալ անհատին, տվյալ ակտիվիստին դատարանի առաջ կանգնեցնելով, ինչքան էլ որ նա արդար լինի եւ որքան էլ որ դատավորը օրենքով առաջնորդվելու արդյունքում ի օգուտ տվյալ ակտիվիստի, տվյալ բնապահպանի կամ տվյալ իրավապաշտպանի վճիռ կայացնի, սակայն ունենում ենք հետեւյալը. հասարակության տարբեր շերտեր, քաղաքացիների տարբեր խմբեր նկատելով, որ այս կամ այն գործիչը խնդիրը բարձրաձայնելու պատճառով արժանացել է դատարանի առաջ կանգնելու եւ պատասխանատվություն կրելու, ուրեմն քաղաքացիները վախենալով կամ կաշկանդվելով լռեցվում են եւ հաջորդ անգամ չեն բարձրաձայնում ինչ-որ խնդիրներ, որոնք հնարավոր է որ դուրս չգա պետական գործիչներին։ Ավելի մանրամասն, եթե ինչ-որ մեկին փորձում են պատասխանատվության ենթարկել, ներկայացնում են գումարի բռնագանձման պահանջ եւ հրապարակային կերպով ներողություն խնդրելու պահանջ են ներկայացնում, մյուս քաղաքացիները այս ճանապարհը չանցնելու համար, ուղղակիորեն չանցնելու համար, ասենք օրինակ հանրային լսումներին չեն մասնակցում կամ չեն ներկայացնում իրենց ազատ կարծիքը, սակայն ազատ կարծիք ունենալը, ազատ կարծիքը արտահայտելը, կարծիքը տարածելը, քննադատելը, խնդիրների մասին խոսալը, անարդարության մասին խոսալը, սա չի նշանակում վիրավորանք ինչ-որ մեկի, ինչ-որ պետական պաշտոնյայի նկատմամբ, որքան էլ այդ խոսքը կոշտ լինի եւ որքան էլ որ անհարմարավետ լինի տվյալ պետական պաշտոնյայի համար։ Այսպիսով հասարակությունը ազատ չէ եւ հասարակությունը լռեցված է եւ հասարակությունը պաշտպանված չէ, եթե չկա ազատ խոսքը։ Ազատ խոսքը կարևորագույն իրավունք է եւ կարևորագույն արժեք եւ պետական գործիչները պետք է պարտադիր հանդուրժող լինեն քաղաքացիների կարծիքի, ազատ խոսքի տարածման եւ ընդհանրապես ազատ խոսքի արտահայտման մասով։ Եթե խոսքի ազատությունը փորձում են սահմանափակել դատարանի միջոցով, դա հաճախ ոչ թե արդարության հաստատումն է, այլ քննադատությունը լռեցնելու փորձ։ Ապրենք ազատ, ապրենք առողջ, երկար եւ անփորձանք։ Գրեք ձեր փորձը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։